Եղան հնարավոր է որ Տիկին Հովսեփյանի կողմը չքվեարկեք այլ տեխնիկաների որոշումները կայացվում են ֆրակցիայում։ Ես ասեմ ոնց է կայացվում, էլի որոշումը։ Ֆրակցիան կազմված է 64 падգամավորից, ֆրակցիայի որոշումները կայացվում են պարզ չի կարող էլի։ Դա ասենք դա ասում եմ ես խոսում եմ էլի։ Ֆրակցիայում որոշումները այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն ֆրակցիայում, կայացվում են ֆրակցիայում։ Այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն վարչությունում, կայացվում են վարչությունում, որի անդամ է Նիկոլ Փաշինյանը։ Այն որոշումները, որը որ կայացնում է վարչապետը, կայացնում է վարչապետը։ Շատ պարզ։ Ֆրակցիայում քննարկվում է եւ քվեարկության է դրվում ձայների պարզ, ամենևին պարզ մեծամասնությամբ ես չեմ կարող ասել, թե ով ինչպես կքվեարկի ձայների ինչ հարաբերակցություն կլինի։ Շատ պարզ, հիմա դուք իմ կարծիքն եք հարցնում, ես անձամբ իմ կարծիքը թույլ տվեք այս բանը չասել։ Եթե ֆրակցիայում ասեմ, հա։ Շնորհակալ։ Տեղեկություններ կան, որ 13 հոգին, որ ընտրվել է եւ արդեն Խարանը, այո, բոժոք, իհարկեցին Արամ Բարթևանյանի օգտին։ Հա։ Եվ Խարանը արդեն այսպես ասած, այդպես են հիմա խոսում քաղաքական կուլիսներում արժի միջանցքում, որ այդ 13 հոգին, քան որ արդեն թիրախավորվել է, այնպես անել, որ այդ նույն 13-ը էլի կան, ապահովեն ընդդիմության համար պակասող ձայները։ Ոչ մի տարբերություն չկա, թե ով կընտրի ընդդիմության թեկնածուին որոշումը կայացվում է ֆրակցիայի կողմից, անուն ազգանունները այդտեղ։ Այսինքն բոլորը տեք պատասխանատու, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 70% ընտրակեղծիքներով ընտրվածներին հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրելու համար։ Նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի 1% ձայն, բառի բուն իմաստով եմ ձեզ ասում, 1% ձայն եւ իշխանությունը հավաքի 99% ձայն, այն 4-րդ աթոռը նախագահությունում պետք է զբաղեցնի ընդդիմադիր թեկնածու կամ չպետք է զբաղեցնի ոչ մեկ։ Պիտի մնա դատարկ, ինչպես նախորդ 4 տարիներին դատարկ էր։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կախված չի ընդդիմության հավաքած ձայներից։ Ասում եմ 1%, մի ձայն էլ եթե հավաքի ընդդիմությունը, իրենք միևնույնն է ազգային ժողովում, ըստ ընտրական օրենսգրքի չեն մանիպուլացնում, կազմելու են 33%։ 33%։ Համար տղա չէ Փաշինյանի այդ հայտարարության մասին խոսելու։ Չէ, ես դուք այդ Փաշինյանի հայտարարությունը կապում եք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Փաշինյանի հայտարարությունը կապ չունի ազգային ժողովի փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Ոչ, ունի, որովհետեւ դուք ասում եք իրենց ձայները ընտրակեղծիքով են, ասել է ընտրակեղծիք։ Դուք ասում եք, որ վարչապետն ասել է, որ իրենց ձայները ընտրակեղծիքով են, այսպես եւ այնպես է։ Եվ հիմա դուք այդ ճիշտ է ասել, որ եղել է դա, բայց ես կրկնում եմ, նույնիսկ եթե հիմա կրկնում, ես հատուկ կրկնում եմ, եթե իրանք հավաքած լինեին ոչ թե քանի տոկոս են հավաքել, 20 քանի, չէ, 24, 25 չեմ հիշում։ Ասում նույնիսկ եթե 1% հավաքած լինեին, այստեղ նստածել լինելու 33% ընդդիմադիր պատգամավոր։ Հիշում եք 18 թվականին, երբ մենք հավաքել էինք 70%, ասենք այնտեղ ֆրակցիա կար հավաքել էր 10%, բայց իրենք այստեղ ներկայացված էին 15-20%-ով, համապատասխան բանաձևով։ Այն բան եմ ասում։ Ինչ եք ասում։ Կներեք, ձեզ համար ընդունելի է, որ ձեր խմբակցությունը ընտրեց մի ուժի ներկայացուցիչի եւ կընտրի հանձնաժողովի նախագահների պաշտոններում ուժերի ներկայացուցիչների, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի 100% ընտրակեղծիքներով են եւ 2 օր անց դառնում են 70% ընտրակեղծիքներով ընտրված։ Դուք ինչպես եք դա ձեր այդ հայտարարությունն այս գործողությունը ակնհայտ է, չէ՞ որ մեր հասարակության մեջ կան ընդդիմադիր մարդիկ, դա ակնհայտ բան է, չէ՞, հասարակության 100%-ը իշխանության համակիրը չի։ Եվ ակնհայտ է, չէ՞, որ մեր հասարակությունը խորհրդարան է գործուղել որոշ ընդդիմադիր ուժերի։ Ակնհայտ է, չէ՞ դա։ Եվ օրենքն ասում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն փոխնախագահի թեկնածու։ Հիմա դուք ինձ ինչ եք ասում։ Ասում եմ, որ դուք ես չեմ հասկանում։ Ասում եմ մի ձայն էլ լինի, մեկ ձայն էլ որ ստացած լինի։ Էլի այդ տեղին իրանք պետք է մարտար։ Եթե միայն Արամ Վարդևանյանը ինքը ընտրած լիներ, ուժեղ Հայաստան կուսակցության մեկ ձայն ստացած լիներ, եւ 99.99 ստացած լիներ ԿՊ-ն, միևնույնն է, ուժեղ Հայաստան ֆրակցիան էլի բաղկացած է լինելու 20 քանի падգամավորից։ Եվ իրանք էին իրավունք ունենալու առաջարկելու այդ մի պարզ բան եմ ես ձեզ ասում, դուք ասում եք ընդունելի է։ Ներողություն, հարցը ուշադրություն։ Եթե այդ մի տոկոսը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընտրակեղծիքներով է ձևավորվել, ձեզ համար ընդունելի է ազգային ժողովի կանոնակարգի պահանջը։ Մի տոկոսը ընտրակեղծիքներով չի, այդ մի տոկոսը խոսքը իրենց թվի մասին է։ Եթե մի տոկոսը աուտենտիկ ձայն իհարկե իրանք կարող է եւ ունենան։
Հա, այսինքն օրինակի համար։ Հիմա 100%-ով էլ չեք համարում։ Մենք քաղաքականությունից ենք խոսում, ոչ թե մաթեմատիկայից։ Դուք ասված ամեն ինչ, սա քվանտային մեխանիկա չի, բառացի տենց ֆիզիկական իմաստով մարդկանց բերանից դուրս դուք լուրջ մոտեցեք, բայց քաղաքականության մեջ բառերը կարող են ունենալ տարածական մեկնաբանություն։ Դուք հասկացեք վարչապետի ասածը նենց, որ մեծապես կտրակաշարքով ստացած։ Դուք տենց հասկացեք։ Ոչ թե հասկացեք նենց, որ բոլոր 360,000 Երևի 100% ասել։ Պարոն Եղոյան, Եվրամիությունը Իսկ եթե մի տոկոս կեղծիք, որ ընտրված լիդեր ազգային ժողովը լեգիտիմ է։ Ընկերներ, գոյություն ունի իրավական գնահատական եւ գոյություն ունի քաղաքական գնահատական։ Քաղաքական ուժերը կարող են քաղաքական գնահատականներ տալ։ Այն գնահատականը, որը կուզենան, բայց քաղաքական ուժերը չեն կարող ասել, դե քանի որ ես տալիս եմ այսպիսի քաղաքական գնահատական, այ դրա հետևանքով ընդդիմադիր տեխնացուին չեմ ընտրում ազգային ժողովի փոխնախագահ։ Այդպես չի լինում։